Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր իմ զրուցակիցն է լինելու Լոս Անջելեսի Տապան 2 հեռուստատեսության հիմնադիր Տիգրան Մոսոյանը։ Ողջունում եմ Տիգրան մեր տաղավարում։ Կյանք էսպես է, որ մեկ ես եմ լինում ձեր տաղավարում, մեկ դուք եք մեր տաղավարում, բայց եկեք այսօր մեր խոսակցությունը ավելի քիչ հիշողությունների վրա կառուցենք, այլ փորձենք այդ հիշողություններից դուրս բերել նաև որոշակի խնդիրներ, որոնք բախվում են թե Հայաստան եւ Սփյուռք հարաբերությունները եւ այդ բարդ համակցությունը եւ Սփյուռքի բարդ բավականին վիճակը ուրեմն տարբեր գաղթօրյակներում Սկսենք նրանից, որ ինչպես եղավ, որ դուք որոշեցիք հեռուստատեսություն ստեղծել, դուք կարծեմ երաժիշտ եք մասնագիտությամբ։ Շատ լավ հարց էր։ Շատ ուրախ եմ, որ ամենակարևոր բանից ենք սկսում զրուցել իմ կյանքի։ Ես այստեղ հայրենիքում զբաղվում էի երաժշտությամբ, ստեղծագործում էի հայերեն ռոք երաժշտություն ու զարմանում էին ընկերներս, բայց քիչ-քիչ ընդունում էին, տենց հետագայում սկսեցի զբաղվել երաժշտությամբ համերգային, այսինքն այդ երաժշտությունը, որ ստեղծվում էր, հետո պետք էր համերգներով միջոցով տալ մարդկանց, չէ, ու տենց հայ համերգում աշխատեցի, հետո հնարավորություն ունեցա ռոք առատոց ստեղծել, կազմակերպել, այսինքն կային խմբեր, որոնք չէին համարձակվում նվագել, տենց ելույթ ունենալ, ու ինձ օգնեցին այդ ժամանակ պետական մարդիկ, որ իրանք լծակներ ունեին, մի քիչ ազատականացվեց այդ ժամանակ, ու տրամադրեցին երիտասարդական պալատա, այնտեղ դահլիճ կար, ժողովուրդը եկավ լեփլեցուն ու այդ կազմակերպիչները կոմսոմոլի մարդիկ էին ու ուրախացան բան, ու ես իրանց առաջարկեցի, որ վելոտրեկում անենք, ավելի մեծ։ Իրանք ոգևորվեցին, այդ վելոտրեկն քանդած էր լրիվ, մեկը տրիբունան սարքեց, փայտեր բերեցին, ահագին մեծ մարդիկ կային տարիքով, որ երիտասարդներին օգնում էին, բեմ սարքեցին, համերգը տեղի ունեցավ, նկարահանվեց, հետո պետությունը ավելի շահագրգռվեց, ինձ հայ համերգի գլխավոր կառավարիչը կանչեց, ասեց դու ես էլի, ես գիտեմ քո մասին, դու ես կազմակերպել, հիմա ես քեզ կտամ համալիրը ու ինչ գործիք որ դուք երազում եք ու դու ունդեղ արա էլի։ Բայց տարիները տենց հոսեցին ու եկանք շատ վատ վիճակի հետ 88 թվին, որ ես որ լսեցի, որ տենց Սումգայիթի պատմությունները, ինչեր են հայերի մասին ասել, ճիշտն ասած, ես այնքան երևակայական ձևով էի էլի ապրել մեծացել, շուրջս բոլորը տենց երևակայող մարդիկ էին, իրականության հետ կապ չունեինք։ Ու չէի հավատում էլի, որ զենքը մեզ պետք կգա կամ մեզ կարող կոտորեն բան, ու շատ վրաս ազդեց, ու որոշեցի չզբաղվեմ էլի երաժշտությամբ, թեպետ բախտը բերել էր այդ գործիքներ, ժողովուրդ ու շատ լավ ընդունեցին, բայց հետո տենց մի բան փոխվեց էլի մեջս, որոշեցի ես գնամ ավելի ուրիշ տաք երկրներ ու կատարեմ այդ սխալը էլի, գիտեի, որ սխալ է հայրենիքից գնալը, բայց գիտակցված սխալ արեցի։ Երբ որ հայտնվեցի Հոլիվուդում, իմ բարեկամիս հետ, իր ընտանիքում էլի, իրանք հյուրասիրեցին ինձ, ոնց որ շատերին ընդունում են, սենյակ են տալիս, տրամադրում են, իրանց հացը կիսում են ու ես մինչև հիմա այդ մարդկանց հիշում եմ ու շատ մտերիմ ենք հարազատի պես։ Զգացի, որ դա իմ տեղը չի, որովհետև առաջի բանը, որ ես հաշվի չէի առել, ես լեզու չգիտեի, այն լեզուն, որով խոսում են այդ միջազգային համայնքում էլի։ Երկրորդը, որ բախվեցի, ես ծանոթներ չունեի, ու չկար մի պետական մի բան էլի, կառույց, որ հայ ազգի համար դա աշխատեր ու ես դրանից օգտվեի։ Տենց ու շփվեցի մարդկանց հետ, այդ ժամանակ ես արդեն Հայաստանում գիտեի այդ վիդեո արվեստը ինչա, ֆոտո արվեստը ինչա, շատ թեթև արդեն ծանոթ էի, ու նկատեցի, որ այնտեղ բացակայում է այդ երևույթը, էլի, ասենք պրոպագանդա չկա, այսինքն մի կետ չկա, որի միջոցով հայը հայերեն լսի,
ու մի հետաքրքիր բան էր, ինձնից առաջ մի տենց իմ նման մի մարդ գնացել էր տարիքով մեծ, իր երեխաների հասակակից է ես, էլի։ Սա էլ իր հայկական հաղորդումը պատկերացրել էր իր ձևով։ Հայերեն խոսում էին, շատ քիչ հայերեն իմանալով ու ներկայացնում էին խանութներ, որտեղ հայկական է, եւ երաժշտություն, որը որ միջին ասիական չէ, էլի, ավելի Middle East, էլի, չէ, այդ երաժշտությունը։ Մերձավոր արևելք, որ ես հետո հասկացա, որ իմ համար օտար էր այդ ամեն ինչը, տենց օտարել կմնա, ես չեմ ընդունի, էլի։ Բացի հայկականից իր ակոնքներով ու միջազգային հայկականից, մյուս բաները ուղղակի հարգանքով եմ մոտենում, իմը չի։ Բայց այդ երաժշտությունը շատ ճաշի ժամանակ անընդհատ տենց շատ պրոպագանդում էին, էլի, տարածում էին։ Ու մտքովս անցավ, որ իմ նման ինչքան մարդ կա, չէ, որ գալիս են ոչ մի տեր չունեն, էլի, որ միտեղ գնանց, մեկը ճանաչի իրանց։ Ու երբ որ ես շատ տենց մտածեցի, ծանոթներ գտա, որ այդ պատահականությունները, որ բերում են, մի դաս եմ ստացել, որ ամեն ինչ կյանքում հենց այն օրը պետք է որոշես, որ պատահաբար դու այդ օրվա մեջ ես, էլի, այդ որոշում կայացնելու, եթե դու չես որոշում, այդ հնարավորությունը կորում այլ չի գալիս։ Դրա համար օգտագործեցի, իմ նման մարդկանց հանդիպեցի, տենց մեկից մյուսից ու հանդիպեցի մարդու, որ ուզում է տենց ծրագրեր անի, բայց չգիտի ոնց։ Ու էլի տենց մարդիկ կային, որ միացել էին, ստուդիա սարքեցինք, բան, էֆիրներ գնաց, բայց ինձ հնարավորություն չտվեցին, էլի, որ ես արվեստով զբաղվեմ։ Վերջը ինձ հաջողվեց։ Ես հիմնադրեցի։ Կար միջև այդ հայկական հեռուստատեսությունները, այդ որ դուք ասეთ պատմեցիք, երևի հայկական հեռուստատեսության մասը։ Հայկական հեռուստատեսություն չէր, դա հաղորդաժամ էր, որ ես մի թեթև ծանոթացնեմ ոնց էր, էլի, այնտեղ Միացյալ Նահանգների մասին է խոսքը, բայց ամեն մի նահանգ իր օրենքները ունի, եւ այդ օրենքները մի 3 կանոն ունեն, որ չի կարելի հեռուստատեսությամբ մի 3 բան կա, որ դու չես կարող քարոզես։ Կարելի է չասել, որտեղ հասկանալի է։ Ժողովրդի համար այդքան կարևոր չի։ Բայց մնացած խոսքի ազատությունը, ասենք, եթե դու չես հայոյում կամ այդ հայոյանքը բոլորիդ համար սովորական է, կարող ես, էլի, եթե չես վիրավորում։ Եթե մեկը քեզ չի դատի տալիս, ուրեմն կարող ես մի հատ էլ հայոյել, էլի։ Բայց այդ ժամանակ ես տեսա, որ այդ մարդը, որի մասին ասեցի, ինքը օգտվել էր մի ուրիշ մարդու հնարավորությունից, որը գնել էր մի ոնց որ թվեր կան, չէ, երկրորդ ալիք, առաջի ալիք, մի համարի ալիք վարձել էր, եւ դրա վրա կաբելային հեռուստատեսության մասին։ Կաբելային հեռուստատեսության մեջ եւ սփռում էր իր վաճառվելիք ապրանքը։ Իսկ այնտեղ այդ հաղորդումները, հաղորդաժամերը ապրանքներ են, դու ստեղծում ես, հետո տանում ես, տալիս ես իրանց, վճարում ես փողը, եթերի ու եթերա գնում։ Երբ որ ձևերը իմացանք ու սկսեցինք այդ ձևերով աշխատել։ Ու տենց տղաներ կային, որին սիրում էին, էլի, նկարահանել, զբաղվել, տենց բաներով, համախմբելով տենց գնացինք, քանի որ այս արվեստը, հեռուստատեսային արվեստը չի սիրում մենակ մարդու, էլի, ինքը սիրում է, ստիպում է, որ դու հարմարվես մյուսների հետ եւ կարողանաս քո միտքը հաղորդել, էլի, մյուսներին։ Տենց Որն էր ձեր հիմնական թեմատիկան։ Հիմնական թեմատիկան մեր նա էր, որ մենք ժողովուրդ ենք, որ եկել ենք Երևանից, հատկապես Երևանից, որտեղ հիմնականում Երևանից էին, էլի, արվեստագետները, եւ հետագայում էլ Հայաստանի արվեստագետներին ես ոնց որ ուխտ էի արել, որ եթե ոչ մեկը չկա, որ ինձ ներկայացնի, գոնե ես մի գործարք անեմ մարդկանց հետ, խոստանամ, հայտարարեմ գումար վճարեմ, բայց իմ ընկերներին կարողանամ, էլի, ցուցադրել, բան պրոպագանդել ժամանակակից արվեստը, ռոք երաժշտությունը, որտեղ այնտեղ ռոք երաժշտությունը հայերի մեջ շատ քիչ է տարածված։ Այսինքն իրանք ուղղակի այտենց սովորել են ուրիշ ազգերի երաժշտություն ու մանավանդ որ դրա խայծն էլ հայերենն է։ Այսինքն ցանկացած ուրիշ ազգի երաժշտություն, հենց հայերեն երգում ես, իրանց թվում է դա հայկական է։ Բայց հայկական չի, էլի։ Դուք շուրջ 30 տարի գտնում եք Սփյուռքում, ապրում եք այնտեղ, ձեռք եք բերել սովորություններ, դրել եք բիզնես։
Եկեք խոսենք Սփյուռքի մասին, որպես երևույթ։ Հասկանալի է Հայաստանում, ասենք, կան որոշակի դժվարություններ, չեն գնահատվում արվեստագետներ, չեն գնահատվում գիտնականներ, եւ այդ մարդիկ իրենց կյանքը ուղղակի կազմակերպելու համար գնում են այստեղ կամ այնտեղ։ Այդ մեր թերությունն է, մեր պետության թերությունն է, որ այդպես էլ չի կարողացել գնահատել ամենակարևոր ռեսուրսը մարդն է։ Բայց ինչպես է ձևավորում այնտեղ ճակատագիրը, չէ՞ որ այդ մարդիկ չեն գնում ու միանգամից զուլվում այն միջավայրին, որտեղ հայտնվել են, այլ փորձում են իրենց հայկականությունը պահել։ Այլ որքանով է, ասենք, ձեր պատկերացրած, ասենք, նույն Լոս Անջելեսի այդ Գլենդելի գաղութը, նույնիսկ այսպես ասեմ, կազմակերպված հանրություն։ Ես չէի ասի, որ հանրություն կա տենց կազմակերպված, որտեղ ես ինքս ման եմ եկել տարիներով։ Եվ որն է այն միավորողը, որը որ գնում է այդպես։ Ինչը կարող է այնտեղ այդ մարդկանց միավորել։ Մշակույթը, խոսելը, ես չգիտեմ, եկեղեցին միգուցե։ Հենց դուք արդեն ճիշտ ճանապարհի վրա եք, որտեղ գրահեցիք։ Ես ինքս նոր ասում էի, կրկնեմ ասածս, որ տարիներ շարունակ չեմ ճանաչել այդ տենց դռներ, որ մտնեմ, թակեմ ու հայկական ինչ-որ մի բան գտնեմ։ Չնայած այնտեղ այդ կառույցները կան, հայ օգնության միություն կա, սպորտային միություններ կան, կուսակցություններ կան, մշակույթի միություններ կան, բայց նրանք բաց դռներով են, բայց նրանք իրանց համար սովորական հիմնարկներ են, ու չես կարողանա դու իրանց չճանաչելով կամ իրանցից մեկին չճանաչելով հանկարծ գնաս ու գտնես։ Ու եթե դու գնաս գտնես, կտեսնես մի հատ շենք հա դատարկ պահակ անստած, չես կարողանա մարդկանց հետ շփվել։ Բայց մարդկանց հետ շփվելու համար բացի որ անգլերեն չգիտես, մի հատ էլ իրանք էլ այդ հայերենը չգիտեն, որ մենք տիրապետում ենք, էլի։ Ասենք Հայաստանում ես որ ապրել եմ, չեմ տեսել մարդ, որ ասենք մի 50 հատ գիրք կարդացած չլինի, չէ։ Ամենավատ ուսանողը կամ աշակերտը բավական շատ մեծ քանակությամբ գրքեր էր կարդացել։ Մեր երևակայությունը կյանքի վերաբերյալ, չէ, երազանքները կառուցված են այդ ընթերցանության հետ։ Այո, բնականաբար։ Մեր աշխարհայացքի եւ այլն։ Նրանք որ չեն կարողացել կարդալ իմանալ, մենակ շատ քիչ հարցերի խնդիրներն են ուզեցել լուծել, ու դա բաժանվել է տարիներով, էլի, մենք չենք իմանում քանի տարիներ, բայց մոտավորապես երևի մի 200 տարի կլինի, որ ձևավորվել է գաղափարախոսություն, չէ, որ մենք ազգ ենք, պիտի պահպանվենք, ես մեր տեղն է, չէ, մենք հյուրեր ունենք մեր երկրում, որ իրանք էլ դառնում են մեր ընտանիքի անդամը, ոնց որ հայ ընտանիքի անդամը։ Մենք էլ գնում ենք ուրիշ այդ գաղթօջախի կազմակերպական, բայց ես որքան գիտեմ հիմա չկա այդպիսի ինչ որ կենտրոն, որտեղ կարող է մարդը գնալ եւ օգնություն ստանալ այս կամ այն հարցի շուրջ։ Բայց կան տենց, այդ կազմակերպություններ չեն, դրանք անհատներ են։ Անհատներ են, փաստաբաններ են, փաստաբանական գրասենյակներ են։ Ես այդ որ արդեն ծանոթ եմ դրա հետ, ես գիտեմ հիմա նոր մարդիկ որ գալիս են, իրանց կապը Սփյուռքի համայնքի հետ, Գլենդելի Սփյուռքի համայնքի հետ, մենակ փաստաբանների միջոցով են։ Փաստաբանները իրանց ծանոթացնում են այդ երկրի օրենքները, իր իրավունքները, ու այդ ժամանակ իրանք բախվում են նրան, որ իրանք պարզվում որ իրավունքներ էլ ունեն, էլի։ Իրանք կարծում են Հայաստանում իրավունքներ չունեն ու գնացել են այնտեղ որ իրավունքներ ունենան։ Ու սկսում են այդ իրավունքների հետևից, սպասելու երկիր է, սպասում ես մի տարի, 2 տարի, այս փաստաթուղթը կլինի, այն փաստաթուղթը կլինի, հետո պարզվում է որ չէ, քո մոտիկ բարեկամը, ընկերը քեզ ավելի լավ կկարողանա, էլի կապել։ Այնտեղ այդ հնարավորությունը տալիս մարդիկ վերակությունից խմբավորվում են։ Հասկանալի են անում, բայց վերադառնանք տապան 2-ին։ Տապան 2-ը որ ստեղծվեց, նախ ինչու տապան 2։ Ես կարող եմ ասել հետևյալը, ես ինքս որ տենց երազող եմ եղել։ Մի բան եմ ուզեցել գտնեմ, որ մի ոնց որ լույս, մի բառ, որ դրա հետևից դա դարձնեմ իմ համար հավատ, էլի։
որովհետև մենք նենց լավ ժողովուրդ ենք, մենք բոլոր աշխարհի ասենք խելացիներին դարձնում ենք սեփականը ու հետևում ենք իրանց, բայց ես անընդհատ ման էի գալիս, որ մենք մերը ունենանք ու այդ տապանը շատ հարազատ գաղափար էր փրկելու միջոց, ոնց որ ես տենց էի պատկերացնում, որ դա ինչ որ մի բան է փրկելա քաղաքակրթությունը։ Ու ես մտածեցի, բայց այտենց որ տապան հասկացություն լինի, որ հեռուստատեսության հաղորդում լինի, որ մենք փրկենք այդ կորսվող արվեստը, որ մենք կուտակել ենք, տանելու ենք ու այնտեղ մոռանանք, չզբաղվենք դրանով ու կկորի, չէ՞ որ դա իրանք չունենք, չէ՞։ Աստված ամեն մեկի մեջ մի բան դրել է, հանձնարարություն է տվել, դա պայմանական էլի, ինքը դրանով էլ հենց զբաղվում է։ Ուղղակի դու ման ես գալիս, տեսնես որն է հարազատ քեզ, ու դրան նվիրվում ես ու ուզում ես ամեն ինչ որակով անել։ Ու ես կարծում էի, էլի, չգիտեմ, լավ հաջողվել է ինձ թե չէ, բայց շատ տարիների ընթացքում տենց հազարավոր մարդկանց կարողացել եմ, հետո կազմակերպություններին էլ էի օգնում, որ նրանք հայանապաստ գործունեություն էին անում, ես կարծում եմ, որ այդ հայանապաստ գործունեությունն էլ արվեստ է, էլի։ Այսինքն երաժշտություն, հարցազրույցներ, ինչ-որ տեղեկություններ սփյուռքի ձեր հայրենակիցների նկատմամբ ունեին ալիք, որտեղ կարողանում են միացնել եւ լսել ինչ-որ հետաքրքիր բաներ կամ լուրեր։ Պատմեք մի քիչ ավելի մանրամասն։ Ես ասեմ, լավ պահի եկանք էլի, այնտեղ քանի որ հեռուստատեսությունը մի բան էր, որ ուղղակի պարտադրվում էր, որ ասենք այսքան խանութ կա, որտեղ վաճառում են այս մսերը, բան, ու ասենց ուրախ լավ բաներ էլի։ Բայց այնտեղ չկար մարդկանց մտքերը, այնտեղ չկային ստեղծագործելու ունակ մարդիկ, որ Երևային։ Մեր հասարակության մեջ այնտեղի չգիտեին, որ ասենք Հայաստանից որ գալիս են, նրանք սոված մարդիկ են ուղակի, էլի, փախել են հայրենիքից։ Դենց է նայում, էլի, հիմնականում։ Դասում էր ոնց, մեր երազանքի երկիրն է, դուք հնարավորություն եք այնտեղ կրթվեք, բան, դուք ինչի եք փախնում այնտեղից, բայց իրանք չեն ապրել, չգիտեն, որովհետև եթե մարդը երազում է, ինքը չի փախնում, էլի, ինքը անընդհատ ամեն ինչից կարող փախնի, չէ՞, բայց չի փախնում, նա փնտրում է միջոցներ, հնարավորություններ, որ ստեղծագործի, օրինակ նկարիչի համար։ Ես գիտեմ, որ նկարիչները սովետական միությունում ես ապրել եմ, էլի։ Քանի որ սովետական միությունը շատ լավ կառույց էր, որ ասենք իրանց համար պետք էր մի երգիչ ունենալ գլխավոր, հետո այդ երգիչը կասեր, որ ինքը որ երգիչներին է ընդունում, որ ինքը հիվանդելի այդ երկուսը գան երգեն։ Այտենց էլ նկարչություններ, այտենց էլ թատերական արվեստներ զարգացած։ Ասենք ում գիտեիր փոքր ժամանակ այտենց էլ ծերանում էր իր հետ էլ ինքը այդ ոչ մեկ իրան բեմից չէր իջացնում, թեպետ ասենք սպառված էր կամ ընդհանրապես չէր էլ դրսևորում էլի դերասանական այդ մշակույթը, ամեն մեկի մեջ չի էլի Աստված դրել դա։ Բայց այդ պայմանական ասեմ, որ ասենց կառուցված էլի հնարված երկիր էր, ես շատ եմ էլի դրա մասին մտածել, որ ինքը տենց սարքում էր մարդկանց պետություն ու հավատում նրանց, որովհետև գաղափարակից էին։ Բայց ազատության մասին ես օրինակ դպրոցում առաջի անգամ Միքայել Նալբանդյանի այդ ազատություն բանաստեղծությունը որ կարդացի, նայում էի երեխեքին ու մտածում էի, արդյոք իրանք ընկալում են այդ ինչա, այդ ինչա այդ ազատությունը։ Հետո երբ որ սկսեցի տարիների ընթացքում տեսնել, որ մենք այդ ազատությունը չունենք, եթե քեզ արգելում են որոշ բաներ անել, որովհետև իրանց դուրը չի գալիս։ Ասենք իրանք ասում են, որ քո արվեստը պետք չի իրանց։ Դու պայքարում ես, տեսնում ես քո նման պայքարողներ պատահաբար ընկնում են, ասենք, սայթակում են, պլստում են, ընկնում են, սենց, ու իրանց ոչ մեկ չի բարձրացնում, չեն օգնում։ Հիմա ես մտածեցի, արդյոք օգնելը պետք է, թե դա ճիշտ է, թե ճիշտ չի։ Ու զգացի, որ ճիշտ չի, ես հավատում եմ, որ ճիշտ չի, եթե կա համայնք, օրինակ հիմա ուրիշ ձև է, հիմա փոխվել են, հիմա մարդկանց որ բացատրես չեն հավատա։ Հիմա ազատությունը Հայաստանում ամենա երևի կարելի ասել իմ պատկերացում իմացած ազատությունների լավագույնն է, որովհետև այդ ազատությունների մեջ վատ բաները իրանք արդեն վերացել են շատ ու տեղ չունեն։ Ինքը հասարակությունը ազատության շնորհիվ արդեն գիտի, ազատությունը չի ընդունում էլի այդ ոնց որ չափից դուրս բաներ էլ երևույթներ։ Եթե ինչ որ մարդը, նորմալ մարդը իր ընտանիքում
չի ընդունում որպես լավ բան իր երեխաների հետ որ նստի լսի, ինքը արդեն հասարակության մեջ էլ չի ընդունում, չէ՞, այդ երևույթները։ Ու Հայաստանում շատ այդ հնարավորությունները կա։ Ու կարծում եմ ես մենակ չեմ էլի, որ դա նկատում եմ ու գիտեմ, վստահ եմ, որովհետև ես տեսել եմ ուրիշ ազգերի, օտար ազգերի եմ տեսել, շատ եմ էլի ուշադրություն դարձնում մարդկանց վրա, իրանց այդ ռեակցիա կարելի ասել։ Արձագանքը։ Իրանց արձագանքը հասարակությունը տեսնելով, հայ հասարակությունը տեսնելով։ Ու ես զարմացել եմ, որ իրանք զարմանում ապշում են մեր ունեցած այս սովորական, ասենք, օպերայի բակում սրճարան սարքած։ Պարզ բան է, չէ՞։ Բայց հետո մտածեցի, բայց մենք էլ զարգանում ենք, ասենք, ուրիշ երկրների կենտրոններում, չէ՞, տենց սրճարանների վրա։ Հետո ես զգացի մեր մոտ ինչ որ բան կա, մենք սիրում ենք ուրիշ երկրների լավ բաները, մեր երկրների լավ բաները չենք տեսնում։ Դե երկրներ, ասենք, մենք իսկականից երկրներում ենք ապրում, որովհետև շրջան կա, գնում ես հիմա Ծիրանը նոր է հասնում։ Երկիր կա գնացել ես, ասենք, երկրամաս էլի։ Չէ, գնաս, կտեսնես արդեն անանաս են էլի աճացնում։ Բայց որտեղից են հավաքվել այդ մարդիկ։ Պարզվում է, որ մեր մեջ ամեն մեկի մեջ այդ բանը հազարավոր տարիներ դրած է, ու մեզ ոչ մեկ չի կարացել քշի էլի ստեղից, չէ։ Մեկը մնացել է, մեկին գտել է, տենց ապրել մնացել են էլի, ոնց որ այդ նավի վրայից չեն ընկել։ Դու մի ասա, հենց այդ տապանը մեր հայրենիքն է էլի։ Տենց գալիս են փրկվում են, թող կան փրկվեն, նույնիսկ ուրախանում ես էլի ներքին ուրախությամբ, որ օտար մարդը, օտար ցեղախմբի իր հայրենիքը համարում է մեր հայրենիքը։ Մեր եկեղեցին վերցնում են, սկսում են ասել ես մերն է ու մտնում են ինչ որ բառերով աղոթում են, հպարտանում ես էլի, կողքի որ տարբեր տեղերից ասենք մշակույթ չունեցող մարդիկ եկել են, մեր մշակույթը դարել է իրանց համար, չէ՞։ Մեր հողից բան են հանում ու սկսում են այդ քարերը դարձնել մասունք իրանց համար, հպարտանում են, բայց ուրիշ լեզուներով, էլի ոչինչ։ Իսկ ինչ վերաբերում է այդ հաղորդաշարին, որ ես անվանեցի տենց, հենց տենց, էլի, որ հայրենիքի մի կտոր էր, որ փրկեց ինչ-որ մի բան, ինչ-որ մի բանը քաղաքակրթությունն էր։ Մենք էլ քաղաքակիրթ ժողովուրդ ենք, չէ՞։ Կարող է մեր մեջ մարդիկ լինեն, որ ասենք ջղայնությունից մի հատ վատ բան անեն, վատ բան խոսան, վատ արարք անեն, բայց չէ որ մենք հետո ներողել ենք, էլի։ Մեկս մյուսին ներելով անցնում ենք առաջ։ Լավ, եկեք հիմա դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք խոսել տապան երկուսը, որքանով է կատարել իր առաքելությունը։ Գովազդը եթերում սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահակա խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Շարունակում ենք մեր հաղորդումը Տապան 2 հեռուստատեսության հիմնադիր Տիգրան Մոսինյանն է իմ հյուրը եւ մենք խոսում ենք Սփյուռքի հայկական համայնքներից եւ հեռուստատեսություններից, մշակույթից, արվեստից եւ այն շաղախից, որը Սփյուռքում հայ մարդկանց համար պիտի լինի այն փրկարար օղակը, որից իրենք պետք է բռնվեն հայ մնալու համար։ Չնայած վիճակագրությունը, որը որ դաժան բան է, ցույց է տալիս, որ գնալով այդ համայնքները այնուամենայնիվ այդ ուսացման process-ն է գնում, երկրորդ, երրորդ, չորրորդ սերունդները այդքան էլ հայերեն չգիտեն, այդքան էլ հետաքրքրված չեն հայկական արվեստով, մշակույթով, պատմությամբ, եւ դա գալիս է այն պատճառով, որ փաստորեն մեր համայնքները մեր Սփյուռքի տարբեր քաղաքների այդ ինչ-որ միկրոմիջավայրերը իրականում չեն կարողացել կազմակերպել մեկ ընդհանուր ինչ-որ մարմին, որը որ կարողանա կոորդինացնել նրանց աշխատանքները, կապել մեկը մյուսի հետ, ինչ-որ հնարավորություններ ընձեռնել նրանց մեծանալու համար։ Հիմա սա իմ դիտարկումներն են, իմ բազմաթիվ այցելությունների պարագայում, ես կխնդրեմ ձեր մեկնաբանությունները դրան։ Շատ շնորհակալություն։ Իհարկե ես խոսալու եմ մի բանից, որ չեմ ուզենա էլի դատավորի կեցվածք ունենալ ու ուրիշների արածների մասին խոսել տենց դատավորի աչքերով նայելով, բայց ասեմ իմ որպես հայ մարդ, որ ապրում եմ այնտեղ, իմ կարծիքը էլի այդ ամեն ինչի մասին, որ նոր է, ընդհանրապես մի բանով որ զբաղվում ես, պետք է դու ուսումնասիրես, չէ՞, այդ ասպարեզը։ Միացյալ Նահանգներում օրինակ, եթե մեկը մի ֆիլմ նկարի, ու այդ ֆիլմում քարոզ անեն մարդասպանության, օրինակ օգտագործեն, ես նրա վիզը կկտրեմ, կսպանեմ, կմորթեմ, սենց որ կին տղամարդ վիճ բան, չէ՞, դա իրանք գիտեն արդեն, հոգեբանները աշխատում են, գիտեն, որ դա երեխաների վրա էլ ազդում, երիտասարդների վրա ազդում, ու այդ երևույթները հետո իրանք հայտնաբերում են բանտերից։ Այս դիտարկել եմ էլի դա, որտեղ ծանոթներ ունեմ, փաստաբաններ, այդ դեպքեր լսել եմ էլի, լսելու հնարավորություն ունեմ, ու տենց պարզվել է, որ հետո դատեր է բացվում, օրինակ ասենք ծնողները բողոքում են ֆիլմի արտադրողներից, դատի են տալիս, որտեղ այդ ֆիլմով իրանք երեխային կորցրել են։ Այդ երեխան էլ այդ ֆիլմը միամիտ նայել է, իմացել է հայկական, ֆիլմական, վրացական կամ բան։ Ստեղ լինի որ ազգի կապ չունի, ամերիկացի, հայ բան։ Բայց ստեղ Հայաստանում այդ բանը չկա, այդ երևույթը չկա, որ մարդիկ իրանք պաշտպանեն։ Մարդը պաշտպանված չի այդ հեռուստատեսությունից։ Ես էլ որ նայում եմ, մենք չենք նայում ընդհանրապես, բայց ամեն անգամ նայում Հայաստանում գործում է օրենք հեռուստատեսության մասին, որտեղ շատ այսպես հստակ եւ բավական մեծ թվարկումով ասվում է, թե հեռուստատեսությունը ինչ չի կարող անել եւ այլն։ Խնդիրը այստեղ ուրիշ է, որ այդ կարգավորումները, որոնք ասենք տասնամյակներ առաջ են արվել, իրանք այն ժամանակ չէին նախատեսում, որ ինտերնետ հեռուստատեսություն կլինի, ես չգիտեմ, YouTube կլինի, այս կլինի, այն կլինի, որը որ ավելի քիչ է այդ կարգավորումների տակ մտնում, եւ մենք հիմա ունենք այն պատկերը, որ դուք տեսնում եք։ Բայց ես որքան հասկանում եմ, այդ պատկերը համատարած է։ Այսինքն ֆիլմերի դեպքում հա գուցե, որովհետև ֆիլմը դա ես չգիտեմ ինքը մեծ ազդեցություն ունեցող մարմին է,
բայց մի բան էլ կա, որ դրա համար որպեսզի հասարակությունը կարողանա իրան պաշտպանել, պետք է որ լինի կայացած եւ արդար դատական համակարգ։ Այսինքն, եթե դու բողոքում ես ինչ-որ բանից, դու ակնկալում ես, որ քո բողոքը արդարորեն կլսվի բոլոր իմաստներով, ոչ միայն համապատասխանություն օրենքի, այլև ուրեմն մարդկային տեսակետից, արդարության տեսակետից եւ այլն։ Եվ քիչ չեն դեպքերը, որ այդպիսի ուրեմն բողոքները իրենց արդյունքը տալիս են նոր օրենքների ձևով կամ ինչ-որ բաների ձևով։ Այստեղ մենք այդ ամբողջ չունենք դեռ։ Այստեղ մենք գնում ենք դատարան, դիմում ենք դատարան եւ եթե 100% անոց դու գիտես արդարությունը քո կողմն է կամ քո դիրքը ճիշտ է, միևնույնն է, ոչ մի փաստաբան չի կարող երաշխավորել, որ գուցե 80%-ով այդ դատարանը կանի այն ինչ որ ակնհայտ պիտի անի։ Դա ամեն ինչ կախված է դատավորների ոճրից եւ ցավոք սրտի քիչ չեն դեպքերը, որ մենք այդպիսի փաստերի ականատես ենք լինում։ Կարող եմ դրա շուրջ զրուցել։ Ուրեմն ես համեմատեմ էլի Միացյալ Նահանգները, որ մենք ապրում ենք, ու հատկապես Գլենդելում, ամենտեղ ասեցի, որ նույն օրենքներն են, բայց կառույցը հետաքրքիր է։ Ես շատ հետաքրքրվեցի այդ բանով, որ ասենք ոնց են իրանք անում, ասենք օրենքը ունեն, մենք էլ օրենքը ունենք, բայց ոնց է օրենքը աշխատում։ Պարզվեց շատ հասարակ բան, եթե մեկին վստահել են փողոցը մաքրել, գաղտնիք կա, մարդիկ չեն իմանում։ Մեկին էլ վստահվել է հետևել իր աշխատանքին։ Դրա համար մաքրությունը պահպանում է այն երկրորդը, որը հսկում է աշխատողին, էլի։ Հիմա օրենքն էլ տենց մի բան է։ Ստեղ էլ օրենքներ կան։ Այսինքն դատավորի վրա դատավորին հսկող կա։ Դատավորներին հսկող կա։ Դատավորները փակ կառույց են, իրանք ուժեղ հսկողական ուժի մեջ են, տակ են։ Իրանց ընկերներն էլ են իրանց հսկում։ Իրանց սկզբունքը այդ օրենքը պաշտպանելն է։ Հենց հետաքրքիր է կառուցված, օրինակ ղեկավար կա, չէ՞, պրեզիդենտ կա։ Պրեզիդենտին էլ են հսկում, որ ինքը սխալներ չանի։ Իրան օգնում են, որ ինքը սխալներ չանի։ Այդտենց կառավարությունը շատ հեշտ է աշխատում, որովհետև այդ հսկողները աշխատում են։ Խորհուրդ տվողները ճիշտ են աշխատում, ասենք մի խորհուրդ տվողի հետևից գիտնականներ են կանգնած, հոգեբաններ, որ ասում են, այս բանը որ դու ասես, այսքան մարդու վնաս կտա, իսկ որ այս բանը սենց ասես, օգուտ կտա։ Բայց իրան բերում են պատրաստի աշխատում են, ոնց է մեր մոտ ասենք փողոցը մակրոդներին նայենք, ինչի է մի քիչ ինչ որ միտեղ ոնց որ լավ չի, որովհետև հսկիչները շատ լավ են աշխատում։ Թաքուն հսկում են։ Այնտեղ չես լսի մեկը, երբեք չեմ լսել, որ մեկը հանգարց խոսա ինչքան փող են հավաքել։ Կամ երբեք չեմ լսել 36 տարվա ընթացքում մի անգամ չեմ լսել, որ ասեն այս սրան բռնեցին, որովհետև այդ турքը չէր տվել։ Տենց բաներ չեն խոսում։ Ոչ մեկին հետաքրքիր չի։ Այդ հսկող խմբերը արդեն իրան հայտնաբերում են ու ինքը վճարում է անպայման իրանց։ Այսինքն, եթե հանգարց նրան վարկաբեկելով բռնեն, ինքը դատի կտա պետությանը։ Դրա համար նրան հարգելով են բռնում։ Ասենք բռնում են, ասում են նայեք այս թղթի վրա, գրած է, այս ինչ որ սենց турքերը չեք տվել։ Հիմա չեն քննարկում ինչ եք արել, բայց մենք турք հավաքողն ենք, էլի տեսեք չեք տվել, էլի։ Էս էլ օրենքն է։ Ուրեմն եթե չեք տվել մի ամիս, օրենքը սենց ասում, եթե մի ամիս չեք տվել, մենք ձեզ ներում ենք։ Եթե 2 ամիս չեք տվել, ուրեմն դուք 10% ավել եք տալիս։ Ու փաստում են իրանք, որ օրենքա բոլորս պիտի ենթարկվենք։ Եթե դու մի տարի չես տվել կամ 10 տարի չես տվել, ուրեմն դու այսքան փող պիտի տաս, բայց քանի որ դու չունես, դու հիմա ստորագրում ես դատարանում, որ դու ամեն ամիս այսքան կտաս, մինչև մահանալդ։ Ուզում ես շուտ տուր։ Այս օրենքներով բոլորը շարժվում են։ Ես անձամբ իմացել եմ փաստաբաններից։ Ուղղակի հարցրել եմ, ասել են։ Տենց օրենքներ կա։ Իրանք այդ օրենքները բան են պահում էլի, ոնց որ վայրենի կյանքում ոնց է։ Մենք որ նայում ենք, տեսնում ենք մաքուր է, չէ՞, ամեն ինչ մաքուր է, ոչ մի սատկած կենդանի չկա։ Դու մի ասա, իրանք արդեն կազմակերպում են, ով որ մասը պիտի։ Հասկանալի է, բայց ես կուզենայի մենք վերադառնանք հեռուստատեսություն։ Ինչ բան է հեռուստատեսությունը հայ
Սփյուռքում բնակվող կամ նույն ձեր Գլենդելում բնակվող հայի համար։ Դա ինչ որ հետաքրքրության աղբյուրը բավարարելու տեղ է, անհրաժեշտ է որպեսզի լրատվություն իմանա, ինչ դեր ունի հեռուստատեսությունը եւ արդյոք ինտերնետի զարգացման հետ միասին հեռուստատեսությունը հետին պլան չի մղում այնտեղ։ Ես կարծում եմ չի կարող, որտեղ այդ աշխատանքը ինտերնետի եւ հեռուստատեսության վերջում նույն բանի են ծառայում, որ ասենք մարդուն զբաղացնի։ Ընդհանրապես արվեստի իմ կարծիքով, արվեստի առաքելությունը հենց դա է։ Այն մարդը, որ հետո աշխատելու է գա հանգստանա, այսինքն աշխատելու է հետո հանգստանա, հետո էլի աշխատի, հանգստանա ու տենց ապրի, ստեղծի բարիքներ, երեխաներ ունենա, նրանք պետքա զբաղվեն։ Սպորտը, արվեստը դրա համար են, չէ՞։ Թանգարաններ, դաշտեր, այդ դաշտերը օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները նենց է կառուցված բոլոր նահանգներում։ Սպորտաձևերը զբաղացնում են մարդկանց, որոնք դժգոհ են կյանքից։ Իրանք հավաքվում են միտեղ, գոռում են, հանգստանում են, գնում են տուն։ Այդ բաները հոգեբանները որոշել են ու նպաստում են դրան։ Մեր մոտ այդ բղավելու բաները երբեմն ասենք 10 տարին մեկ է էլի լինում, ժողովուրդը գա իր բողոքը արտահայտի։ Վերջում չի իմանում ինչի էր եկել էլի։ Չի իրավակվել վերջում, որտեղ ուրիշ բանից էին խոսում, ուրիշ բան է լինում, չէ՞, տենց բաներ է լինում։ Այնտեղ սպորտ է, պարզ, ասենք գնացիր համերգ, բավական բավարարվեցիր, լսեցիր քո սիրած երգերը ու գնացիր տուն։ Դու արդեն լիցքաթափվում ես։ Սպասում ես ամեսներով կամ օրերով, տենց բան է դրված։ Մեր մոտ այդ բանը չկա։ Ինչի չկա, որովհետև չենք ստեղծել դեռ։ Ես կարծում եմ, այստեղ ուրիշ պատճառներ կան շատ ավելի կարևոր, այնտեղ դուք չունեք ֆիզիկական եւ հոգեբանական այդպես ճնշումներ կամ անվտանգության հարցեր որպես այդպեսին։ Ցավոք սրտի Հայաստանը իր ողջ 30 տարի սովետական միությունից հետո ինքը օր չի եղել, որ չունենա այդպիսի խնդիրներ եւ այդ ձևով ոնց որ դուք եք նկարագրում, ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարդու կենցաղը, ես կարծում եմ այստեղ այդպես չի։ Այստեղ ավելի շատ մարդիկ անամենայնիվ ունեն որոշակի դիսկոմֆորտ, այն որ սահմանի վրա մարդիկ են զոհվում, այն որ ուրեմն անվտանգության հարցը լուծված չի, այն որ մեր անկախության սկիզբը դրած Արցախյան շարժումը բերեց Արցախի վերջը մենք եկանք մի այնպիսի էտապի, որ Արցախը կորցրինք, դժգոհ են մեր ղեկավարների գործողություններից, դժգոհ են օրենքներից, որոնք որ ղեկավարները եւ այդ մարդիկ հնարել են իրենց անօրինականությունը պաշտպանելու համար եւ տվյալ դեպքում եթե քո օրենքները այդպիսին են եւ դու էլ հիմա դրոշակ ես դարձնում ասում ես օրինական երկիր պետք է լինի բոլորը պետք է պահպանեն օրենքները բաստորեն դուրս է գալիս որ մարդկանց մի հստվար մեծամասնություն պիտի այն վատ օրենքների պատճառով հետևելով այդ օրենքներին ուրեմն ի վնաս իրենց եւ ի շահ այն մարդկանց ովքեր սարքել են մի փոքր խմբով այդ օրենքները հասկանում եք մեծ տարբերություն կա չկայացած պետության մեր հանրապետությունը ես համարում եմ որ դեռ չի կարացել որովհետեւ մենք երբ որ ձգտում ենք պետության ինչ եք մենք ձգտում պետության պետք է պահպանի մեր ինքնությունը մեր անվտանգությունը եւ արդարությունը ուրիշ բան պետությունը պետք չի ինքնության մեջ արդեն մտնում են ձեր ասած ռոք համերգները, մյուս համերգները, գրականությունը, արվեստը, պատմությունը, գրականությունը, ամեն ինչ։ Բայց պետությունը առ այսօր դեռ իրեն հակառակը երբեմն իրեն դնում է այնպիսի դիրքում, որ քաղաքական էս կամ այն նպատակահարմարից ելնելով սկսում է կտրել հայրենիքը, կտրել իշխիրեմ արվեստը, պատմությունը, հասկանում եք ստացվում է այնպիսի մի բան, որ մեր Հայաստանում ապրող մարդը չունի այդ
ազատ երազելու եւ ամեն ինչից կտրվելու հնարավորություն։ Ես չգիտեմ կարողացա ձեզ բացատրել թե չէ։ Հա, կարողացաք։ Ես հասկացա, որովհետև ես մի քանի բան ունեմ էլի ասելու, որ սփյուռքը իմ իմացած սփյուռքը դե կազմված է երևի մի 92 կարծեմ իմ իմանալով էլի, եթե չեմ սխալվում, երկրներում փոքրիկ սփյուռքներ են գոյացած, էլի, որոնք իրար հետ կապնված են։ Ավելի ճիշտ ասենք սփյուռք բառը եկեք չօգտագործենք հայկական համայնքներ։ Հայկական համայնքները 92 երկրներում են հիմնականում, շատ քչերով է սկսված, մինչև շատ ամենամեծերը։ Բայց այդտեղ համայնքը ինքը իրան պահպանելուց բացի, որ կուսակցություններ կան, կազմակերպություններ կան, մշակութային, եկեղեցին, որ ղեկավարում է իրանց, բացի այդ արդեն վաղուց ստեղծված մեր շարժող ուժը, ոնց որ ասենք մեր ընտանիքում, ոնց ասենք մենք տուն ունենք, բայց հարմար չի տունը, բայց հարմարվում ենք, որտեղ այդ մեր հին տունն է։ Հիմա մենք ունենք այդ կառույցները, որ հայերը պահպանվում են տարբեր գաղթօջախներում, որ գնացել են, բայց իրանք այնքան ուժեղ չեն, որ տեղի պետություններին խնդրեն իրանց առաջարկով տեղի պետությունները ուշադրություն դարձնեն մեր երկրի զարգացման գործում էլի, բայց ինչու՞ դարձնեն։ Ինչի, որովհետև մենք մի վիճակում ենք, ոնց որ ասեցիք, որ մենք մեր երևակայության մեջ Հայաստանում ենք ապրում, անկախ Հայաստանում, չէ՞, բայց իրականության մեջ մենք սովետական Հայաստանի այն մնացորդ երկրում ենք ապրում, որ կառույցները լրիվ սովետական, ճիշտ այդ կառույցներով են ստեղծված եւ մնացել են տենց։ Հիմա դա փոխելու համար պետք է ղեկավարությունը ապրի, ասենք այնց երկրներում, ոնց որ ասենք Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Անգլիայում գնան ապրեն, սովորեն իրանցից այդ ձևերը, բերեն ու նորից հեղափոխություններ անեն։ Օրինակ ես իմ մտքով ես ապրում եմ 5-րդ հանրապետությունում, էլի Հայաստանի, բայց մենք իրականության մեջ դեռ 3-րդում ենք։ Այս փոփոխությունները միանգամից չի, մենք որ մի բան որոշում ենք, մեզ թվում է մյուս օր արդեն այդ որոշումը պիտի կայանա։ Ես օրինակ հետևում եմ ամեն շարժումներին, ինչքան որ կարողանում եմ, ու տեսել եմ, որ ես իմ երևակայության մեջ երբեք չէի պատկերացնում, որ ասենք Շվեյցարիայի պես երկրները կան, չէ՞, տենց այդ ձևի երկրներ, հարուստ, կազմակերպված բանակով ու իրանք շատ լավ ճանապարհներ ունեն։ Ինչի՞, որովհետև ճանապարհները համայնքների մեջի կապ են։ Առաջի կարևոր բանը, որ երկրին պետք է ազգին, որ զարգանա, ճանապարհներն են։ Ով որ երկիրը, որ ղեկավարը, որ այդ խելոք բանը հասկացել է ու կարողացել է իրականացնել դա, արդեն այդ երկիրը շահում է։ Որտեվ բոլոր ազգերը հենց այդ բանը իրանք կանոն է, գիտեն։ Երբ որ գալիս են Հայաստան, ապշում են դրանից։ Իրանք ոչ թե բերանները ասենց փակ են գնում, այլ բերանները չռած զարմացած հեռանում են հայրենիքից մեր։ Մենք պետք չի հպարտանանք։ Բայց մեզ մոտ մենք բնավորություն ունենք, որ վատից խոսում ենք, լավից չենք խոսում, չէ՞, մեր բնավորությունը է դա։ Հա։ Հիմա խնդրում եմ ձեր միտքը ավելի պարզ արտահայտեք, որ պարզ արտահայտեմ, ասենք մեկը ունի $10 միլիոն, հիմա հայ։ Հիմա որ գաս ասես իսկ մի բան չկա, որ դուք բողոքում եք, ինքը չի խոսալ, որ այսքան լավ բաներ ունեմ։ Այսքան ստեղծել եմ, ինքը կասի, այ հիմա ինձ չեն թողնում, այդ 11 միլիոնը արտադրեմ, ստեղծեմ, բան անեմ, ուզում գործ անեմ, աշխատեմ, չեն թողնում։ Բայց այն 10 միլիոնը, որ ինքը ունի, դրա մասին ինքը չի խոսում, մեր բնավորությունն է։ Դուք շատ ճիշտ եք ասում, որ բաներ կա մենք որոշում ենք ու չենք կարողանում անել։ Չեն կարողանում անել, ասենք մարդիկ, որ այդքան արագ չեն փոփոխվում իրանք։ Ասենք ոստիկան, ես տեսել եմ ոստիկանը, որ ինքը նոր է եկել ոստիկան դարել, ինքը ոստիկանության պայմանները չգիտի։ Բայց տղա է եկել է իր գործը թողել է, եկել է այդ հագուստը հագել է, որ հսկի մեր կյանքը, որ մեզ վատ բան չլինի, կամ առաջի օգնականը ոստիկանն է, չէ՞ մարդու։ Հիմա որ վթար է լինում, ով է գալիս մոտենում քո մարմնին ձեռք տալիս, քաշ տալիս տանում են կողմ, այդ ոստիկանը։ Պիտի դու իրան հարգես։ Բայց ինքն էլ պիտի իմանա իր պարտականությունները։ Ոստիկանը ինքը ընդհանրապես բնավորությամբ ամենապարտաճանաչ խիստ մարդն է լինում, չէ՞, որ օրենքը պաշտպանում է, ինքը հենց օրենքի ձեռքերն է։ Բայց մեր մոտ սովոր չեն։ Խոսում են, ասենք իբր ինքը վատ մարդ է, որովհետև ինքը ոստիկան է։ Օրինակ,
Բայց մտածում ես կարող է եղբայրդ լինի, կարող է մի օր էլ դու լինես։ Չէ՞ որ դա աշխատանք է, ոնց որ բժշկի աշխատանքը։ Մենք խոսեցինք համերգներից, երբ որ համերգները նայում եմ ես, զարմանում եմ ոնց են այդ երաժիշտները, այդքան էներգիա տալիս բեմից ու այդքան պատրաստվում։ Մի քանի հազար մարդ, մի մեծ համերգից, օրինակ Փոլ Մակարտնիի համերգի ժամանակ աշխատում են մի 4-5 հազար մարդ։ Ոչ թե մի քաղաքում, այլ ամեն քաղաքներում, որտեղ ինքը տուր պետք է անի։ Ու այդ երաժիշտները այնքան իդեալական են կատարում ամեն ինչ։ Մենք սովորական լսում ենք, երգեր լսեցինք, գնացինք։ Բայց իրանք այնքան պատասխանատվությամբ են լցված։ Այ երբ որ մի օր գա, որ մեր այդ, ասենք, հողի հետ գործ ունեցողը, այդքան պատասխանատվությամբ հասարակական այդ եզրաքարերը դնի, հողը լցնի, ասենք այգիներում, որ նայում ես գեղեցիկ այգի է։ Վերևից երբ որ ծաղիկ է ցանած, հավասար է երևում, բայց որ ծաղիկները հանում ես, տեսնում ես, որ լավ չեն սարքել, էլի։ Այն թվից, որ հանրապետությունը ստեղծվել է առաջի, չէ՞։ Արդեն ինչ-որ մի բան լավ չեն սարքել, ու տենց մնացել է, երբեք չեն ուղղել։ Բայց հիմա եկել է այդ ուղղելու ժամանակը։ Հիմա ուղղում ենք, որ հետո մյուս սերունդը որ պիտի գա, արդեն ավելի ուղղած կտեսնի։ Երևանը ավելի է շենացած, օրինակ ես ապշել եմ, որ չմտածված ոնց է մեր պետությունը ճիշտ ճանապարհի վրա։ Չի մտածված այդ բանը։ Օրինակ, բոլոր գյուղերից մարդ կա, որ հիմա Երևանում տուն ունի։ Բոլոր գյուղացիները երևանցի են եւ էլի։ Այն որ ասում են վարորդը նաեւ հսկի չէ, չէ՞։ Այդտենց մարդ չկա, էլի օրինակ, որ Երևանում տուն չունենա, կամ երևանցի չկա, որ ուրիշ տեղում տուն չունի, էլի։ Չէ՞, ասենք մի հատ ուրիշ Զանգեզուրում կամ չեմ ոնց են պատկերացնում մարդիկ, էլի։ Գնաս ու ունենաս ընդեղ տուն։ Հետո մենք երևակայության մեջ ինչ-որ բաներ կա կորցնում ենք, չմտածելով, որ այդ երևակայության մեջ մի օր էլ կշահենք, չէ՞։ Թշնամուց էլ պիտի բան սովորենք, չէ՞։ Հասկանալի է, ես լսում եմ արդիկը և հասկանում ինչքան տարբեր աշխարհներում ենք ապրում, այսինքն հայացքների տարբերությունն եմ տեսնում, բայց այնուամենայնիվ, ասենք թե էությունները, իրավիճակների էությունները հասկանալու համար պիտի ավելի խոշ մոտենալ հարցին։ Ես տեսել եմ, ասենք, օրինակ, նույն Լոս Անջելեսում անտուն մարդկանց, այդ ձեր բաներին, հոմլեսներին, ինչպես ասում են, բայց երբ որ ասենք երկրի պաշտոնական տեղեկատվությամբ 30%-ը խիստ աղքատ է, որը այսինքն իր աշխատավարձը հերիքում է իրան միայն ուտելիք առնելու համար, այն էլ ոչ ամբողջ ռացիոնով, իսկ մարդիկ ապրում են, պիտի հագուստ առնեն, պիտի գիրք առնեն, պիտի դպրոց կընտանեն իրենց երեխաներին եւ այլն։ Այդպիսի աղքատության պարագայում պետության վրա դրված է մի քիչ ուրիշ ավելի խելամիտ մոտեցումների ծրագիր, որպեսզի ինքը կարողանա հավասարացնել նախ այնը, որ ամենաներքևում է կարողանալ իրենց ցկել բարձրացնել ընդհանուր մակարդակին մոտ, հետո թույլ տալ, որպեսզի ուրեմն զարգանան այնպիսի ոլորտներ, որոնք որ ասենք մեր հոգևոր ցանկությունների մեջ են։ Ես քչատերտներում եմ ասում ես բանը, ասենք օրինակ Երևանի քաղաքապետարանը տոնեց, ասենք Երևանի 2000 որամյակը տոնեց, ծախսելով, ասենք միլիոնավոր դոլարներ, հետաքրքիր շոու եղավ, տուրիստներ եկան, ասեցին, ես ինչ հրաշալի քաղաք է, ես ինչ հրաշալի մթնոլորտ է, այսպիսի գեղեցկություն մենք չենք տեսել։ Շատ լավ է մի կողմից, բայց մյուս կողմից եկեք նայենք, չէ որ այդ գումարի անհրաժեշտությունը մարդիկ կան, որոնք որ պարզապես ուզում են հաց առնեն, ուտեն, ու այդ գումարի հնարավորությունը իրանք չունեն։ Այստեղ պետության վրա դրված է մի հատ շատ լուրջ, ուրեմն պարտականություն, որը ըստ իս պետությունը լավ չի կատարում։ Սա տարբեր հայացքներն են, մեր հաղորդումը հենց քննարկում է տարբեր հայացքների ուրեմն խաչմերուկ
Եվ ես շնորհակալ եմ ձեր այդ հարցերին մոտենալ ձեր մոտեցումների համար։ Թե բանն եք ասելով խնդրեմ։ Ես կուզենայի ասել Եվ ամփոփենք հաղորդումը։ Հասկացա ինչի մասին է խոսքը, ուզում եմ լավատեսորեն նայեմ էլի ես ամեն ինչին, քանի որ ասում ենք պետություն, իմ հասկացությամբ եմ էլի նայում, ու ես գիտեմ, որ պետություն ասելով մենք բոլորս մտնում ենք դրա մեջ։ Եթե լավ չենք կատարում, այդ նշանակում է, օրինակ ես անցնում եմ փողոցով, դիմացիցս մեկն էլ է անցնում, հետևիցս մեկն էլ է անցնում ու գալիս ենք այդ Անտոնի մոտով ենք անցնում։ Ու նա փողը չի տալիս իրա։ Այս մարդը հավատացել է այդ պետությանը ու ամեն մի բնակչին, որ իրան պետքա կերակրելու փող տան։ Ինքը որոշել է, որ ինքը ոչ մի բան չի կարող անի։ Ինքը իր բանն է, գաղափարախոսությունը այդ է։ Լոս Անջելեսում մարդիկ, որ փողոցում են, դրանք եկել են տարբեր երկրներից ու տարբեր նահանգներից, խնդրելով երջանկություն։ Եկել են ոչ բարեկամ ունեն, ոչ ընկեր ունեն, իսկ հայ կա տենց չկա։ Բայց տարբեր ազգեր կան, ամեն ազգ կա, բայց հայ չկա։ Հոլիվուդում մի հատ հայ հոմլես կար, ու ինքը ամենալավն էր ապրում բոլոր հոմլեսներից, որտեղ հայ էր։ Բոլորը հարգում էին տենց գիշերները ես տեսնում եի, էլի որ կանգնած ուտելիք են տալիս, բան, հետո իր կենսագրությունը իմացա ինչա պատահել իր հետ, պարզվեց, որ ինքը ընկել է թմրադերերի ազդեցության տակ ու հայտնվել է փողոցում։ Ընկերներն էլ մերժել են իրան իրանց տուն թողել, որտեղ պիտի մնա փողոցում։ Տենց բաներ լինում են, բայց ստեղ այդ աղքատները, որ փող են հավաքում, նրանք նորմալ տներից գալիս են պետության տեղը, որտեղ հիմնարկի տեղը չգիտեն։ Պետությունը գործում է միլիոններով, ասենք 10 տարվա մեջ կարող է բազմա միլիարդ դրամներ տվել են այդ ընտանիքներին։ Բայց ես գիտեմ, որպես քաղաքացի եւ որպես հայ մարդ, գիտեմ, որ մարդ կա, որ հանգարց այդ բանի միջից դուրս գա, որ իրան օգնում են, չէ՞։ Էլ չի անի այդ գործը։ Ունեք բանվորին, որ ասես քո աշխատանքի ինչ Ես խոսում եմ Հայաստանի բնակչության 30%-ի մասին, այսինքն եթե Հայաստանում հիմա 3 միլիոն մարդ կա, խոսքը գնում է 1 միլիոն մարդու մասին։ Դուք խոսում եք մուրացկանի մասին, որ ասենք թե լավ Հայաստանում կարող է չեն հասկանում եւ այլն։ Ես խոսում եմ գյուղում ապրող մարդու մասին, որ Երևանում բնակարան չունի։ Դեռ չունի։ Շունի եւ չի կարող ունենալ, որովհետեւ իր տունը ինքը չի կարողանում տանիքը վերանորոգի, որ գիշերը չկաթի, իսկ երեխաներն էլ սոված չքնեն։ Ես դրա մասին եմ խոսում։ Շատ լավ, ես էլ կարող եմ խոսալ դրա։ Համեցեք։ Ուրեմն այդ մարդկանց հետ չէ որ շփվում ենք, ծանոթ ենք այդ մարդկանց, չէ՞։ Չգիտեմ, բայց տեսնում ենք, չէ, որ տենց մարդիկ կան։ Դուք այցելել եք Երևանի այդ Երևանի էս գլամուր շրջաններից բացի այցելել եք այն գյուղերը, որտեղ մարդիկ ապրում են, որտեղ տրանսպորտային միջոց չկա, որ մի գյուղից մյուս գյուղ գնան։ Այ դա է պետության խնդրեմը էլի։ Ճանապարհը սարքի։ Չէ, ճանապարհը սարքի, ասֆալտը գցել է, բայց ավտոբուսը չի աշխատում։ Օ, տեսեք, արդեն նոր բարդույթ կա։ Ասենք, օրինակ, ես չգիտեմ, ճանապարհը կա, հնարավորություն չկա, կամ մարդը պիտի, ասենք, ժամերով կանգնի սպասի ավտոբուսին, որովհետև ամբողջ օրվա ընթացքում այդ գյուղ մի հատ ավտոբուս է գնում, մի հատ էլ է գալիս։ Այսինքն, այդ ինտեգրացիայի մասին չի կարելի այդպես խոսել։ Խնդիրները չի լուծված, չէ՞։ Դե մենք խոսում ենք նրա մասին, որ խնդիրները տարբեր են եւ ցավոք սրտի Հայաստանը դարել է ոնց որ երկու Հայաստան, մի հատ Երևանն է իր կենտրոնով, իր բարձրահարկերով, իր գլամուր ապրող մի փոքր խումբ անրությամբ, որը աչքի է զարնում առաջին հերթին, եւ մյուս Հայաստանը, որը որ միջոցներ է փորձում հայտարարել իր գոյության մասին։ Այս հրա մասին է խոսքը։ Դե ես կարծում եմ, որ այդ խմբին պետքա ոչ թե մենակ մտածենք, որ պետությունը օգնի։ Ես համաձայն եմ, որ գործեր կա, որ պետությունը պիտի անի, օրինակ ասենք ընդհանուր ճանապարհ սարքել էին ենթակառուցվածքները, չէ՞, ենթակառուցվածքները պետություններն են սարքում։ Երբ որ չկա աշխատանք, պետությունները լծվում են ենթակառուցվածքներ ստեղծելով։ Կառուցում են բաներ, որ բոլորին պետք է գալու ապագա կյանքում։
Եթե ճանապարհ լինի դեպի գյուղ, հետո արդեն մարդիկ արդեն կստեղծեն այդ ավտոբուսի ճանապարհը, ժամ կդնեն, կանցնեն մյուս ճանապարհից, այն մյուս գյուղից, բայց դրա համար ժամանակ է պետք։ Ու իմիջիալոց ես ասեմ, չեք պատկերացնի ինչքան մենք, ասենք, ընտանիքով, ընկերներով, ում որ ես հանդիպում եմ, եթե ուղղակի ինչ-որ մի շարժ չունեն, որ ազնիվ չլինեն, իրանք ազնվորեն հպարտանում են այսօրվա արագ Հայաստանի զարգացմամբ։ Ու դա չտեսնել ու աչք փակել Դա եւս սխալ է, իհարկե։ չի կարելի, որտեղ լավ գործը սիրում է որ ոգևորեն։ Պետության մարդիկ էլ չեն ոգևորելու կարիք ունեն։ Բայց ոչ մեկ ասենք իրանց չի ոգևորում, էլի կներեք։ Շատ լավ, այս թեման բազմաթիվ քննարկումների թեմա է։ Ես շատ ուրախ եմ, որ դուք Հայաստանում եք հիմա։ Ես շատ ուրախ եմ, որ մենք այսօր իրար հետ զրուցեցինք։ Ես կարծում եմ հեռուստադիտողներ մտածելու բանն է զրույցից, որովհետև ամեն ինչ իր մեդալի մյուս երեսը կա, մենք փորձում ենք երկու երեսները ձեզ ցույց տալով ցույց տալ իրականությունը։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ զրուցում ենք Լոս Անջելեսի Տապան 2 հեռուստատեսության հիմնադիր Տիգրան Մոսոյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։